Թե ուր գնաց վարչապետը, ում հետ հանդիպեց, ինչ պայմանավորվեց, ընդդիմությունը կողմ էր, թե դեմ։ Քաղաքական ենթատեքստով թեմաները Հայաստանում թերևս ամենաակտուալն են։ Կանգառում, այգիներում, տաքսու մեջ, թե մետրոյում ամենուր քաղաքականություն են քննարկում։ Հայաստանում քաղաքական ակտիվության հիմքերը ձևավորվել են դեռևս 1980-ականների վերջում, երբ սկսվեց Արցախյան շարժումը։ Այդ ժամանակ հազարավոր մարդիկ դուրս էին գալիս փողոց, մասնակցելու հանրահավաքների եւ քաղաքական քննարկումների։ Այս շարժումը մեծ ազդեցություն ունեցավ հասարակության քաղաքական գիտակցության ձևավորման վրա։ Մենք պիտի գնանք մինչև վերջ։ Տարիների ընթացքում քաղաքական մասնակցությունը շարունակվեց տարբեր ձևերով՝ ընտրություններ, բողոքի ցույցեր, հանրային քննարկումներ։ Հատկապես մեծ մասնակցություն նկատվեց 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությանը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, քո ազատության ժամը եկել է։ Այսօր քաղաքական քննարկումները տեղափոխվել են սոցիալական հարթակներ, ձևավորելով ոչ թե առողջ քաղաքականացված միջավայր, այլև կարելի է ասել քաղաքական բամբասանք։ Իշխանության յուրաքանչյուր քայլ հանրության մանրադիտակի տակ է, սա էլ ձևավորում է ավելի շատ կենցաղային մակարդակի իջեցված քաղաքական օրակարգ, հիասթափություն կամ բացարձակ անտարբերություն։ Չէ, արդեն չէ։ Չէ, ոչ չենք հետաքրքրվում, ուղղակի չենք խորանում կարելի ասել։ Ոչ, ընդհանրապես չենք հետաքրքրվում։ Տիպոց քաղաքականացվում են էլ ժողովուրդը, ուզենա չուզենա։ Հետո մենք բայց չէ ցանկան այդքան շատ խորանալ, լավ է լինելու ինձ թվում է։ Այս անտեր երկրը ինչ պետք է կատարվի բայց։ Հələ մի հատ քեզ հարց եմ տալի, այս անտեր երկրում ինչի մասին մտածես։ Նայն մտածում ես կարող ես այսօր մակարոն ուտես թե չէ։ Հիմա հարց չեմ համարում հեռուստացույցով բան ասեմ, որտեղ անիմաստ մարդիկ տունը նստած հեռախոսներով մի բան խոսում ես, ճիշտ բան ես խոսում, իրանց ուժերը մեկ է տնես անիմաստ բաներ են գրում, որը ոչ մեզ սիրուն չի նայվում, էլի, որտեղ բոլորս էլ ընտանիք ունենք, զավակներ ունենք, որ կարդում են, հետաքրքիր չի, էլի։ Բայց ակտիվ հետևում եք ամեն ինչին։ Դե բնական է, հիմա ամենալավը մեր վարչապետի կարգավիճակն է։ Քաղաքականացված է ի վերջո հասարակությունը Հայաստանում, թե ոչ, քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանն է վերլուծում։ Քաղաքականացվածության կարևորագույն չափանիշներից մեկը, եթե ոչ ամենակարևորը, դա քաղաքական կյանքին մասնակցությունն է։ Քաղաքական կյանքին մասնակցություն նշանակում է առաջին հերթին քո իրավունքների համար պայքար, սկսած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումից, վերջացրած ժողովրդավարական ինստիտուտների բացակայության դեմ պայքար կամ պայքար անվտանգային խնդիրների կարգավորման համար։ Այս առումով ասել, որ մենք շատ քաղաքականացված հասարակություն ենք, մի փոքր սխալ կլինի։ Վերջին տվյալներով Հայաստանում գրանցված է մոտ 123 քաղաքական կուսակցություն։ Փոքր պետության համար սա բավական մեծ թիվ է։ Միայն թե քաղաքագետի կարծիքով շատ կուսակցությունների առկայությունը դեռևս ակտիվ քաղաքականացված հասարակության ցուցիչ չէ։ Մեր մոտ կան տարածված կարծրատիպեր, օրինակ, որ մենք շատ կուսակցություններ ունենք, ուրեմն շատ քաղաքականացված ենք։ Ոչ, պարզապես մեր հասարակությունը բաղկացած է շատ ամբիցիոզ մարդկանցից, դա չի նշանակում, որ մենք ընդհանուր քաղաքականացված ենք, դուք էլ կարող եք տեսնել, որ մեծապես դրանք մարդ կուսակցություններ են։ 2018-ին հեղափոխությանը մասնակցությունն էլ Բենյամին Մաթևոսյանի համոզմամբ սոցիալ-տնտեսական արդարության դեմ բողոքի արտահայտման արդյունք էր, ոչ թե քաղաքական գործընթացներին գիտակցված մասնակցություն։ Մարդիկ բողոքում էին նյութական բարիքների վերաբաշխման համակարգի անարդարացի լինելուց։ Շատ ավելի պարզ կար մարդկանց մի հատ խումբ, ում ամեն ինչ կարելի էր ու իրենց դրա համար ոչինչ չէր լինում, հասարակության զգալի հատվածն էլ դժգոհեր այդ իրավիճակից։ Մարդիկ առաջին հերթին դրա համար դուրս եկան փոփոխություն, բայց վերջին տարիների ընթացքում այնպես չէ, որ սոցիալ-տնտեսական իրավիճակը այնպես է բարելավել, որ մենք կարող ենք ասել, որ մարդիկ, որ դուրս են եկել փողոց, լուծել են իրենց խնդիրները, բայց այնպես չէ, որ մարդիկ շարունակում են փողոց դուրս գալ եւ այդ տարբերակով պահանջել իրենց խնդիրների լուծումը։ Սա դրվագներից մեկն է, որը խոսում է այն մասին, որ այդքան էլ քաղաքականացված չենք։ Ի վերջո, քաղաքականացված հասարակության ամենամեծ բնութագրիչն ընտրություններին մասնակցությունն է, իսկ այս ցուցանիշը մեզանում տարեց տարի է նվազում։ Օրինակ, եթե 2021 թվականի Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը 49.4% էր, ապա 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 28.43% էր։
Ստացվում է քաղաքական թեմաներով խոսակցությունները ոչ թե քաղաքականացված հասարակության ցուցիչ են, այլև հետաքրքրասիրություն։ Արևիկ Սարդարյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։